Ճիշտ ասած, ես դպրոցական եմ եղել իրեն ղեկավարած ժամանակահատվածում, բայց միայն լավը դրականը եւ ամենակարևոր ինչ եմ հիշում, քանի որ ես Համալիրին մոտ եմ ապրում եւ ապրել եմ, հրդեհվել էր Համալիրը։ Ես հիշում եմ, որ մենք երեխաներ էինք փոքր։ Երևի ամենաշատը 5-րդ դասարան վազքով Ծիծեռնակաբերդի անտառներով վազեցինք դեպի Համալիր ու ես իմ աչքերով տեսա մոտ կանգնած իրեն անմիջապես, թե նա ոնց էր երեխայի նման լաց լինում։ Ես իմ աչքերով եմ դա տեսել։ Ու ես որպես հայկին արմատ ասում եմ հողը թեթև լինի լուսերի բաժին թո դառնա, ճիշտ է, ինքը մեզ հետ չի, բայց ինքը մեզ հետ էլ է զուգահեռ ասեմ, որովհետև հիշում ենք, հարգում ենք թե իրեն, թե կնոջը, թե ընտանիքը, թե թոռնիկին, թե տղաներին։ Եթե մի մարդ համեստ է, չի նշանակում, որ նա թույլ է, ճիշտ հասկանանք իրար, ես հարգում եմ իրան եւ խոնարհվում եմ իր շիրիմի առջև։ Ու շատ ուրախ եմ, որ վերջապես իր արձանը դրվեց։ Մենք շատ քիչ բան արեցինք իրեն համար եւ ինքը իրոք շինարար էր, բառից լայն իմաստով, ըստ իմ պատկերացումի, ըստ իմ ծնողների դաստիարակության։ Կարեն Դեմիրճյանը ինձ համար դա իրոք վիլիչին է եղել, թե արտաքինով, համեստությունով, թե իր պահվածքով, թե ամեն ինչով։ Ես շնորհակալ եմ, որ հայ ազգը հիշում է այդ զավակին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։